Ալբերտ Տուրը կատարում է ուղևորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ Մոսկվա, Վորոնեժ, Երևան ուղղություններով։ Գործում են ճկուն զեղչեր։ Հեռախոս 8 926 650 1694։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Հենց պատասխանը պատրաստ լինի, մենք ձեզ տեղյակ կպահենք։ Լավ, հաջողություն։ Հաջողություն։ Կներեք, դուք Նիկողոսյան Սաթենիկն եք։ Այո։ Ձեզ որ ասենք խնդրեինք, մի հատ էլ չէիք։ Ասենք, որ խնդրեինք, էլի, մի հատ էլ չեք։ Մի հատ էլ ինչ։ Մի հատ էլ ձեր հեռախոսի համարը չէիք ասի։ Բուժքրոջ մոտ թողել եմ։ Լավ, կներեք, ցտեսություն։ Գնաց, չկարացի ասեմ։ Դու ոչինչ էլ պետք էլ չի, ես այստեղ ինչքան կարած է փրկել եմ։ Դու այ աննորմալ, այս թափի գնա այդ աղջկան համոզի որ էլի անալիզի։ Հա, բայց ո՞նց անալիզի։ Ով դե ինչ ուզում ես արա։ Ախր կարբիտը որ իմացավ ինձ կսատկացնի։ Չթափեիր, ով քեզ ասեց դե ձեռը տարած գազ մեր սենյակ։ Դե սպասի է։ Ոնց որ մի քիչ էլ որ տստեղ միտեղ հարմարացնեիք, տես մի չր թողեք։ Դուք լավ չեք զգում ձեզ։ Մարդ էլ մարդուց տենց Ինչ արեն անալիզի մոմենտը։ Տարա լաբորատորիա։ Այդ աղջկան համոզեցիր։ Չէ, ինձ համոզեցի։ Ոնց արա։ Քոնն ես տարի։ Այ մարդ, այ քեզի բան ինչ տարբերություն հիմա մի բուր ազգենք իմն ու քոնը որն աս, մա քոնն ես տարի։ Դու լրիվ ցնդել ես արա։ Բարեձես։ Էս իրականություն չի։ Նարկոզի ժամանակ մարդ սենց անհետետ բաներ ա տեստում ու լսում։ Քեզ բան արա։ Լսի Մկրտիչ ջան, քեզ կարող մի քիչ ենքում կանգնես, այ ախպեր։ Հələ ոնց որ շնչից վրա կանգնացել ես, այ ցավը տանեմ։ Դե այստեղ եմ կանգնել, որ ներս մտնողը տենա ով է կանգնած ձեր հետևը։ Ինչ ասում արա։ Այ տղա ջան, դու ինչ գիտես իմ հետևում ով է կանգնած։ Ասում եմ, ձեր հետևում ով է կանգնած։ Դրսի տղա ջան, դու իմ հետևում կանգնած ես միայն նրա համար, որպեսզի ներս մտնող մի որևիցե անդուր անձնավորություն չկարողանա ինձ մոտիկ գալ։ Այդքան բան։ Թե չէ մենք վաղուց արդեն ապահովագրված ենք դες բաներից։ Դաժե ասեմ, ինֆարկտը, որ ինֆարկտ է, չի կարող գամ մեզ խփի։ Քեզ մի քիչ ավելի այնպես ոնց ավելի հեշտ բացատրեմ, որ ավելի լավ ջոկես, էլի։ Ախպեր, Մկրտիչ ջան, բանը մահը գիտես ինչ բանը, մահը։ Ախպեր, մահը էլի որ գերանդին ձեռին գալիս է։ Հա, ոնց չգիտեմ։ Ապրես, ուրեմն այդ մահը դաժե մեզնից վախում ախպերս։
Դե ախպերս, գիտես որ այս ամեն ինչին մենք այտենց միանգամից չենք հասել։ Ժամանակ է անցել, մոտեցում կա, բան կա, նյուանսներ են։ Բա ոնց։ Հո Մոսկվան միանգամից չսարքին։ Այս վերջերս միտեղ նստած ընկերներով խմել էինք։ Մանել առիթից օգտվել եկել որ մեր ընկերներից մեկին տանի։ Ախպեր մեզ թարս նայեցի վրեն, մեզ բշտեցի, թողես փախավ։ Բա ոնց։ Ախրանի կապեր։ Այտենց է, սաղ ձևերը մենք գիտենք, անգիր։ Մխո ջան, ախպերս լը վերկաց, այ բալա վերկաց մատ պապիտենամ ոնց եղավ, ինչ եղավ, էլ չեմ դիմանում, այ մերնեմ ջան, վերկաց, մխո, դե հիմի պատմի ախպերս, ինչ պատմեմ ատեսնյակ, գնասինք, լուղցանք բան տենց հելը կետիկ անգելի, բա կուպալնի կարակ, չէ իրամոտ կար, Regălele rete. Իսկ քո սրտով էր այդ կուպարնիկը։ Դե հալի։ Մա հետո ինչ եղավ։ Պատմի այ ցավը տանեմ։ Հետո էլ հագնվեցինք ինքը գնաց իրանսյան, ես էլ եկա մերյան։ Ոստե հագնվակ ինքը գնաց իրանսյան, դու էլ եկար ձերյան։ Դու հաուս զահելմար։ Ինչ ես գուրում։ Արա Ինչի չես թողել որ այդ աղջիկը կուպարնիկը հագնի լողան, հա? Ինչի։ Խիստես գուրում բայց է։ Դու տղա ջան հարցիս պատասխանի, ինչի չես թողել որ Անուշիկը կուպարնիկով լողանա, հա? Որտեվ այդ պահին հարմար չէր ատեսնյակ։ Հարմար չէր, հա? Այսինքն բասեինում բացի ձեզից էլի մարդ կա, հա? Դե հա։ Դու հաու հիմի ասել է, արա։ Իբր ես չգիտեմ ով ա եղել։ Ինչ ես կարբիտին ասել որ կա, հա? Ինչի։ Ես իրան չեմ ասել։ Ինքն է իմացել եկի։ Այսինքն մատից հոտակ հաշել ու իմացել է տեղ, հա? Ես չգիտեմ ով ասե։ Դու դες այդ կարբիտիչի ես հիմա ինչ եմ անելու։ Դու մենակ ես քո վրա եմ զարում, որ այդքան անողնաշար, այդքան անբաշար ես։ Դու տղա ջան, պիտի կարբիտը քեզ ասի ինչ անես, հա? Կարբիտը ինչ չի ասում, ես եմ տենց որոշել։ Դու տղա ջան, մինչև կարբիտը դու ուրիշ որոշում ես ունեցել։ Բայց ես կարբիտն եկել է, դու որոշումդ ռիսկի փոխել ես։ Չէիր կարում դրան հանեիր դից լարեիր։ Հա? Շատ էլ ընկերոջից մոտիկ տղեն է։ Բայց ես այն հարցն է, որ այդտեղ ախպեր, մախպեր չկա։ Մենք մեն ենք առաջ տանում, հասկացար։ Ատեսնյակ, դե տենց չի էլի ախր։ Դու բա ոնց այդ տղա ջան։ Հա? Մնում էր արդեն ինձ խելք սովորացրիր, հա։ Դու կարծում ես ընկերներ չունեմ։ Բայց հո բոլորին գլխի զրած ման չեմ տալիս։ Մեկին եղում եմ, մեկին դեղում եմ, մեկին եղում ու դեղում եմ։ Որը որ ինձ դից պիրոդ անգնում, այսինքն թրփոշանում է, մենակ եղում եմ։ Բա ոնց։ Այդ է իսկական ընկերությունը։ Ոչ թե ձեր նման։ Գլխիս 3 հրացանագիր եք դարձել։ Լավ, ես կշտկեմ իմ սխալը։ Տղա ջան, ուրեմն էս էլ ասեմ, մեկ ըմբիշտ ականջի տողարա։ Անես չանես, որ մխո տղա, քեզ լրիվ արգել եմ ձեզ իրար հետ ընկերություն անեք։ Կարբիտ ես քեզ ինչ էի ասել։ Մենք իրար հետ ոնց էինք պայմանավորվել, հա? Մենք պայմանավորվել էինք, չէ՞ որ դու վերաբերմունքդ փոխում ես Անուշիկյան դեմ։ Պայմանավորվել ենք թե չէ։ Փոխել եմ Ռամզյա։ Արա ոնց ես փոխել։ Ոչ ես թողել բասենում լողանան։ Ռամզյա, ախր ոնց որ ասած, ես ձեր ասացի համար, այսինքն ձեր ասացից ելնելով գնացել է իրանց քաջալեր էի։ Բայց այդ տեղը չէ որ դու պիտի գնայիր։ Կարբիտ։ Բայց քաջալեր էի։ Դու տղա ջան, սպասի մինչև վերջ ավարտեմ խոսքս։ Դու պիտի հասկանաս, որտեղ կարելի է իրանց հետ լինել, որտեղ կարելի է չլինել։ Այդ տեղն է, որտեղ պիտի Անուշիկն ու Մխոն երկուսով լինեն։ Դու դեռ լրիվ ավելորդ էիր։ Նեղացնում ես Ռամզյա։ Այդքան չեմ ներասում, ես ոչ չեմ ասում դու ընդհանրապես ավելորդ ես, այլ ուզում ասեմ այդտեղ, այդ պահին, այդ բասեինում, էլի։ Ախր Ռամզյա, դու ինձ այնպես դժվար բանի մեջ ես դրել։ Ես ինչ անում եմ, ոնց որ սարկած լինի։ Ես չեմ կարող ինձ ստիպեմ Անուշիկին հավանեմ։ Ռամզյա, դու տղա ջան, ես քեզ ասեմ Անուշիկին հավանի։ Անուշիկին, ով որ պետք է արդեն հավանել է։ Քեզ մնա միայն կողքից ուղղակի շախ տալ։ Քեզ մնա կողքից մենակ ոգևորել, դուխ տալ, ծափ տալ, այդքան բան։ Ես ըմբռնում եմ Ռամզյա ձեր ընդհանուր ձևակերպումներն ու պատկերացումները, բայց դե
Լավ էլի վռամձյա։ Լավ էլի չկա Կարմիր, վсё։ Տղա ջան, եկել է հասել այն պահը, որ մենք այս դեպքում ես եւ դու պիտի համախմբվենք մի գաղափարի շուրջ։ Եթե մենք մի գաղափարի շուրջ չհամախմբվեցինք, այդ գաղափարը ոնց որ ասեն բան կլինի էլի։ Դու հասկանում ես ինչ եմ ասում։ Ահա վռամձյա։ Բա որ հասկանում ես, ուրեմն պիլոտ։ Բարի գունզես։ Բարի երեկո։ Երեխեք ջան, ես հիմա սրբուն ասեմ, ձեզ խմելու բան բերի, լավ։ Դա Մխո ջան, նստի։ Իրեն մի հատ գաս քեզ առանձին բան կասելու։ Հետո չի լինի։ Հետո որելեր չի ասի հիմի մի հատ գաս քեզ առանձին բան կասելու։ Եթե իմ ստեղ լինելն է քեզ անհանգստացնում, ես կարամ գնամ։ Շփելի մենք պետք է որ իրար հետ խոսելու բան չունենենք։ Ես քեզ ինչ կեր ասել եմ։ Ես քո հետ ունեմ։ Դու իմ հետ ունես։ Դերի բարձրանանք ասա։ Երևի մենք բարձրանանք, դուք ստեղ խոսացեք։ Իրեն Ինչ կխմեք։ Ոչի բան։ Լավ, հեսա խմորողեն ու միրգ կբերեմ։ Սերփուի ասում եմ ոչի բան։ Եվ պետքա չես բերում, եւ պետք չի ակտիվանում ես։ Վախենում եմ իրար ուտեն, Այ, հանգիստ եղի, որ իրար ուտեն, ձայները կլսեն։ Համել տղա են, բա պիտի ուտենալ, բա ոնց։ Նարեկը զգացմունքային տղա է։ Կնեղանա ու չի գալ։ Զգացմունքայինը դրա համար եմ ասում, էլի թող իրար ուտեն, որ զգացմունքային չլինի։ Տղու զգացմունքայինը որն է։ Ուզում ես մեր թաղի գեղամիկ ենց ասեմ, հետը կռիվանեն, դից մի քիչ կոպվի։ Ինչ է։ Դու գիտես։ Ես դու ջոգում ես, մենք չենք ջոգում, հա, որ եսի քու սարկած խաղերն է իրեն։ Այդքանի մասելուց հետո դու էլի չպլե ես բերում մեր տուն։ Նարեկի ես եմ հրավիրել ձեր տուն։ Դու սուսմեն է вообще։ Անենց է ուրախ ասում ոնց որ պետք ճակատը պաչեմ, լավ բան արի։ Երջան, մեզ մենակ կթողես, որ խնդրեմ կներես էլի։ Նստի։ Այմա թավես չունեմ, հա ես վրազ եմ ասացը դասը գնամ։ Նստի մխո։ Ես գիտեմ, թե դու ինչի չես թողնում, որ Նարեկը Իրանի հետ ընկերություն անի ու գնահատում եմ քո որոշումը։ Բայց ես գիտեմ նաև, որ Իրանը շատ ուժեղ աղջիկ է ու եթե Նարեկը իր հետ ընկերություն անի, իր կողքին լինի, կյանքում չի թողի, որ ուրիշների հետևից ընկնի։ Հասկանում ես ինչ եմ ասում, մխո։ Ոնց պետք չթողի բուր։ Դե մի բան գիտեմ, էլի որ ասում եմ, մխո։ Հիմա արի գնանք Նարեկին մենակ չթողնենք, հա։ Նարեկին արդեն վաղուց մենակ ենք թողի դուսը։ Մխո, մռութս ախր տենց չի կարելի։ Թող իրանք իրար հետ շփվեն ու ամեն ինչ լավ կլինի, հաստատ։ Ճիշտ է, դու այսօր լողավազանում ինձ շատ ես ջղայնացրել, բայց ես քեզ ներում եմ։ Եղավ կյանքս։ Լուժ ներում ես։ Հա։ Ես մեմ լուժ ներում ես, հələ ու չները իրերը։ Մի ագրեսիվացի էլի խնդրում եմ, քեզ չի սազում։ Մենք մի օր երկուսով անպայման կգնանք լողավազան, ես քեզ խոսք եմ տալի ու կարբիտը դրա մասին հաստատ չի իմանա։ Անուշիկ մորը սերևիզմիկ կտի էլի։ Մխո, ես քեզ լուրջ եմ ասում, գնալու ենք։ Անուշիկ, ատես մինը իվերես, ամոթը։ Անուշիկ, ասի չեմ դիմանım, ատես մի երը, մրջուններս պախնում է։
Խելոք պայքեզի այ վայրենիք։ Վայ ես ձեր ցավը տանեմ, արա հիմարություն արեցի, դա իրականում ես բան չունեի ասելու, մեկ դզրում է, ես մտնում եմ հիմա, բայց ես շատ մեծ խնդրանք ունեմ, նստեք այնպես, ինչպես նստած էիք, ելման դիրք համար 1։ Ոյ քուրը, խայտերը գլնք։ Այսինքն մի րոպե, ես ինչ եկար, մարա, սեզման չտենեմ են, Անուշիկ ջան, խնդրում եմ, մեզ մի րոպե մենակ թող ցավը տան։ Այդ տղա, ես ինչ ես գրկի Անուշիկին։ Այդ տղա քեզ ով է իրավունք տվել իմ ընկերոջ աղջկա գրկես, հա։ Այ տեսնեք ջանախ, գրկում եմ ասում ես ինչի ես գրկի, չեմ գրկում ասում ես ինչի չես գրկում, քեզ ոնց հասկանանք ախր, տեսնեք։ Դու լսի, դու իրավունք չունես գրկելու Անուշիկին։ Եթե մի անգամ ես տեսա գրկելուց, կմզստեմ։ Տղա, եթե ուզում ես գրկես, պաժարստը, ամուսնացի, ինչքան կուզես դարից հետո գրկի, կուզես մի գրկի, բայց մինչև այդ երբեք ես քեզ արգելում եմ։ Լսի տղա ջան, այն աղջկա անվան հետ հանկարծ չխաղաս։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք, պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Կարբիտ։ 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 Ինչի ձեն չես հանում։ Ոնց ձեն հանեմ, ապեր։ Էսի չես հանում, Կարբիտ։ Խաշ եմ ուտում։ Խաշ ես ուտում, թե խաշով ինգալացիա ես անում։ Դե տենց եմ անում, որ խաշը ներծծվի դեմքիս մեջ։ Հիմա երեսիցդ խաշի հոտ է գալու։ Դզեց, չէ։ Հա չես կարում նորմալ ուտես, անպայման այդ սրբիչը պտի դնես գլխիդ։ Դե սենց պտի ուտես, որ զգաս խաշի ամեն մի նշույլը։ Ինչ ուզում ես արա է։ Բա ինչ ես եկել, ինչ ա եղել։ Նորելի մխոյի հետ եմ եղել։ Ես իրեն բացատրում եմ, ասում եմ խո ջան, ես լուրջ նպատակներ ունեմ։ Ինքը չի ուզում հասկանալ։ Ապեր ստեղ 3 տարբերակ կա։ Առաջինը այն է, որ գնանք մխոյնց տուն, մխոյն տնից հանենք ու տպենք։ Երկրորդն այն է, որ մխոյնց տուն գնանք, մխոյն հանենք դուրս ու չտպենք։ Երրորդն էլ դու հիմա հելնում գնում ես, ես ես խաշին եմ տպում։ Ընտրի ապեր։ Չէ, դե տպելը բացառվում է։ Ապե ուզում ես կանչենք, ասենք, որը որից հետո է։ Ստեղ էլ դաժե վերսիաներ կա։ Առաջինը այն է, որ կանչենք մի քիչ ցավոտ ասենք, որը որից հետո է։ Երկրորդը, որ կանչենք մի քիչ դաժան ասենք, որը որից հետո է։ Իսկ երրորդը ապեր կանչենք ու տպենք։ Տպելը ամեն տեղ կա, հա։ Մենակ շուտ կողնորոշվի ապեր խաշը սառում է։ Եթե ես հիմա իրան չտպեմ, հետո ինքն է ինձ տպելու։ Լավ ապեր, արի դու իրան տպի, ես գնամ, հա։ Իհարկե շատ զգացված եմ խորհուրդների համար։ Բա փողը։ Ինչ փող։ Կոնսուլտացիայի։ Էսի ոնց որ կլինիկայի հումորներից էր, էլի։ Էй գիտիցի ապիկ, հիմա տենաս դուբայական էմիրություններում ինչ անում։ Քեզ բարի ախորժ է Կարբիտ գնացի։ Գոնե մի հատ հացին սխտոր քսի նոր գնա։ Ինչ ամաչկոտ տղա էսի դուրս եկավ։ Ինձ էս երշիկից կտակ։
Աղջիկներ ինձ էս երշիկից տվեք էլի։ Հմա որ այդ կրի մոտեղ է գլուխը ջարդելու է։ Դե գնա է։ Ախ, դե ալի ասեմ է։ Ոյս է։ Ուրին։ Ալա։ Օ։ Գնացինք։ Հասպրել է արակ։ Ասեք, Մորքուր ջան, ինչ էիք ուզում։ Այս երշիկից։ Սրանից, այո։ Ես ասում եմ, դու սպասին դες։ Վայ գժեր։ Դա, Տարի։ Ես քեզ ինչ եմ անում։ Թող, վայ, քեզ բանում եմ։ Մխո, ինձ սալոն կտանես։ Կյանքս դու գնա էլի, նենց հոգնած եմ։ Չէ, ուզում եմ, որ դու ինձ տանես։ Այս ոտերս նենց է մխկտում, դու մենակդ գնա էլի ազիզ, ինչ կլի։ Չես հասկանում, որ ուզում եմ դու ինձ տանես։ Մի քանի հատ գիադա կա, որ պիտի իմանան, որ ես ամուսին ունեմ, թե չէ որ կարճ հուպկայով եմ լինում, հետևից ռեպլիկներ են թողնում։ Իսկ ինչ ռեպլիկներ են թողում, որ քո դուրը չի եկի։ Հիմա ասեմ։ Եթե զգում ես, որ ասելու ես ես վրդով մունք ապրեմ, մի էլ ասաս քի։ Հա բա ինչ կանես։ Դե ուրեմն մի ասա։ Հինա համելիս ու շալվարով ես, արխային դու գնա։ Ես բան կանեմ, հետո իրանց հետ կխոսամ այդ մոմենտները, պրոբլեմ չկա։ Ոչինչ, ներողամիտ եղի նրանց, անուշիկ ջան։ Չէ, ուզում եմ, որ հենց այսօր գաս ու այսօր տեսնես։ Դավայ, արագացրու։ Ինչով եմ տանում, տաչկով թե ձիով։ Ձիով։ Լավ, էլի աղբենյական արի տաշկով տանեմ, էլի։ Ես ձիով եմ ուզում։ Անուշիկ ջան, ախր ես ձի քշելուց այդքան էլ լավ չեմ, հետո կարող է հանգարց քեզ գցեմ վրիցս, 1000 փորձանք կա, էլի արի տաշկով տանեմ։ Ոչինչ, ես պինդ կբռնվեմ։ Հա։ Դինաստի գնացինք։ Ուզում էի անունը ձի դնեի, բայց դե հետո մտածեցի ինչ մեղք ունի այդ խեղճ կենթանին, իր համար խելոք ապրում է։ Արա դու ցնդել ես արա։ Շիրվը միլիոնին զանգ է քնից հանում ես ու ինձ հիշեցնում ես քո ուղեղի սահմանափակ աշխատանքի մասին։ Դե սա մի քիչ էլ համբերի, հենց հարմար անուն մտածեցի կզանգեմ կասեմ։ Երա չեմ ջուգում ես, գժվել է ինչ էլի արա։ Ով է։ Գալբի թելը կողքետով կա դու ուրիշին հեղախոս։ Ով է։ Հրա մխուն է ով է։ Հա, դու էլ հələ քեզ անուն չես մտածե։ Հրա գալբի տեսնեմ էլ հեղախոսը դու ուրիշին։ Ում փոխանցեմ այ պլաստիրին արա։ Օրո, տոշնել կպավ պլաստիրինը։ Լսի ուրեմն քեզ ինչ եմ ասում։ Վաղը ինձ ու չփլեին, ձիով տանում ես մանտալու։ Ինչ։ Ինչ չէ տակրում ապեր։ Վաղը ինձ ու չփլեին տանում ես ձիով մանտալու։ Խի մենք չօգտվենք, որ ես գեղեցիկ առիթից։ Ինչ ես առավոտ բարլոսը խառը եկել։ Միգուցե ասեիր համեցեք։ Արի։ Շերեդի չէր իմասերը, խմած էիր։ Չէ ապե, ուղղակի ես երաս տեսա քոյ ու Անուշիկի ամուսնական կյանքից մի հատված։ Ու զզվեցի քեզնից։ Զզվելը մեղմ ասած ապեր, ուղղակի օջախի մեջ ենք, չեմ ուզում գարդիրով բերանս բացեմ։ Դու լավ արդեն շատ ես ծավալվում։ Ապե տեսա Անուշիկը ոնց է քեզ հեծնում։
Ասածս բառից բուն իմաստով հասկացի։ Հեծել ու քշում էր քեզ։ Արա Կարմիտ, ես էլ եմ քեզ հազար ձևի երազների մեջ տենում, արա, բայց զանգում քշիրվա միլիոնին քեզ վիրավորում անհանգստացնում եմ, ապենյակ։ Ապե հնարավոր չի դու տենց երազ տենաս։ Ու այն ինչ որ ես եմ տեսե, շուտով իրականությունա դառնալու, այ էտա ինձի ցնդեցնում։ Թե ոնց կարարա սարի պես տղեն դառնա մարգագետին։ Դու գետինը չես մտնու։ Դու արա Կարմիտ, դու ինձ ում տեղն ես դրի արա вообще։ Ուրեմն դու ես մտածում ես, որ Անուշիկի հետ փսակվելուց հետո ես կարող եմ դեմքը կորցնել։ Ինչի դու արդեն որոշել ես, որ պետք է փսակվես Անուշիկի հետ։ Արա եթե դաժե, եթե որոշեմ է, ոչ մեկ չի կարող ինձ կայնի ասի ինչի ես տենց որոշել։ Մխո, եթե դու տենց որոշում կայացրիր, մեր ատնաշենիները կփչանան ապեր։ Դուք ոչ թե այրուկին կդառնաք, այլ կին ու փալաս։ Ինձ թվում է թվարկածներիցս ջոգիրտ է որն ես դու։ Արելը մի րոպե։ Բայց չի իրեն ուրենից խաշի սեղան գցե, մեզ է հրավիրե, ինչ իր ուզում դրանով հասկացնել, հա։ Նենց ուզում էիր ասեիր, յանի դու էլ ես հա կողմ մեր իրար հետ ելնելու։ Ինչ էիր ուզում ասեիր դրանով։ Ուզում էի հասկանայի քեզ, փորձում էի մտնել դրությանդ մեջ ախպեր, բայց բանից դուրս եկավ չէ։ Ես ոնց կարամ քո նման մտածեմ ախպեր։ Ճիշտ տղուն քամիները չեն կարա շարժեն։ Դու ես իմ համար ճիշտ տղանյակ եմ ու թոլը մեկը գա դեմս կայնի ասի աշկիդ վերևը հունք կա։ Արա կամած քուչի տղեկը չլսեն գանարա, ես խայտարակ կլնեմ։ Դու ես եմ արա խայտարակ գլում ձեր հետ շփվելով, այստեղս եք հասցրել։ Ստեղից հետևություն, որ աղջիկը տղուն կարա սարքի յա կաբլուկ, յա թակավոր։ Ափսոս մխոյս բախտը չբերեց։ Բարև ձեզ։ Ես Սուսիկն եմ, Մելոյի կինը։ Հա, շատ հաճելի է։ Ինձ էլ։ Այսքան ժամանակ Ամելոն ձեր մոտ աշխատում։ Մտածում եմ իրար չենք ճանաչում։ Ասեցի գամ, շփվենք, խոսենք, ճանաչենք իրար։ Ես Մարգարիտան եմ։ Գիտեմ։ Մելոն այնքան ա պատմել ձեր մասին։ Մենք ձեր մասին գիտենք, ձեր ընտանիքի մասին ու գիտեք ինչքան ենք սիրում ձեր ընտանիք։ Նստի Սուսիկ ջան։ Շնորհակալ։ Սուրճ խմեմ։ Վայ, մեծ հաճույքով։ Սրբույ ջան, երկու հատ սուրճ բեր էլի։ Ոնց եք խմում։ Դառը։ Վայ, մխո ջան։ Վայ, ցավը տանը։ Վայ, ոնց ես մխո ջան։ Ես մոռացել եմ, Սուսիկն ա, Զորամասի Սուսիկը։ Հա, բայց մենք իրար հետ այդքան մոտիկ ենք։ Վայ, սպանում ա, մխոյի հումոր ուղակի սպանում ա ինձ։ Մխո ջան, որ գնացիք Զորամասից, գիտես ոնց ենք կարոտում։ Կգաս մեր հետ սուրճ խմես։ Չի շնորհակալություն, ես շտապում եմ։ Մամ, ես մի ժամից կգամ։ Եղավ բալես։ Վայ, մխո ջան, ինչ զինվոր էր, ինչ զինվոր, մխոյի նման զինվոր ես չեմ տեսել մեր Զորամասում։ Հա, լավ էր ծառայում։ Ամեն օր հրամանատարի կողմից գովասանքի էր արժանանում, այդ տենց զինվոր էր մխոն։ Հա, բայց գիտես չէ, ոչ մի բան չի պատմում բանակի կյանքից, բացարձակ։ Համեստությունն ա Մարգարիտա ճոճա, հայ տենց համեստ տղա ա ինքը, բայց ես ձեզ հիմա գիտեք ինչքան բան կպատմեմ իրա ծառայությունից, ուրեմն մխոն։ Սրբույ, այն աղջիկով է, որ Մարգարիտայի հետ խոսում է։ Մելոյի կինն է։ Բա ինչի է եկել։ Չգիտեմ ճիշտն ասած։ Նենց էլ մի իրան լավ ազգում ես տանը։ Լսի, բայց դու շատ խանդոթն ես, հա։ Դե ես լավ իմաստով ասեցի։ Բայց ինչի պիտի ես իրան խանդեմ Սրբույի, հմ։ Հա, իսկապես։ Պատկերացնում եք, ինքը ամաչում էր ասել, որ դու կարանի թողտանձում։ Տենց ամխոս։ Վայ, մխո։ Եկար
գալ ես։ Հո բան չի եղել։ Եղել է։ Ինչ ա եղել։ Նախչենյակիդ խելք սովորցրա թե չէ էլ ընդհանրապես չեմ թողի տնից դուրս գա։ Դե լավ, դե ես արդեն գնամ։ Արի Մխոջան, արի մի հատ էլ քեզ պաչեմ ու Սուսիկ ջան գնում ես արդեն ցավը տանեմ։ Մխոջան, ախր չէի պատկերացնի, եթե ես քեզ ինչքան էի կարոտել։ Կկարոտես, բա ինչ կանես։ Բարև ձեզ։ Դե լավ, դե կհանդիպենք անպայման։ Անտարակույս։ Մարգարիտա մի հատ էլ գամ ձեզ հաջող ասել։ Մի հատ է մամային բաչի։ Հաջողություն Սուսիկ ջան։ Ուղղակի չեք պատկերացնի, թե ինչքան հաճելի է։ Քեզ հետ էլ էր շատ հաճելի։ Դե լավ, գնացի հաջողություն, ցտեսություն։ Հաջողություն Սուսյան։ Հաջողություն։ Շատ ջիգերով աղջինյակա չէ Սուսիկը։ Շատ լավ աղջիկ էր, ասող, խոսող, այնքան բան պատմեց քո ծառայությունից։ Նենց տպավորություն էր, ոնց որ մի վաշտում եք եղել։ Սիրված ու հարգված մխոն մնում է սիրված ու հարգված մխո էլի, տարվա որ եղանակին ուզում ալի։